Ձեր հոր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ եւ նաեւ այստեղ կաթողիկոսին չհրավիրելու նոր պարոն Ռուբինյանն ասում էր որտեղ է գրված, որ պիտի հրավիրեն։ Գրված է որպես առաջի քրիստոնյա, հələ բարոյական կողմին նայենք, էլի, որպես առաջի քրիստոնեական երկիր, գրված է նաեւ սովորույթի ուժով, որ մի քանի գումարման նստաշրջան իր օրնությունը տվել է վեհապարտերը, գրված է նաեւ կանոնակարգում իհարկե այնտեղ գրված է իրավունք ունի, բայց ասենք ոնց են իրանք պատկերացնում, որ վեհապարը իր ոտքով գա, ասի բարև ձեզ, ես եկել եմ օրնեմ։ Միշտ եղել է հրավեր կամ գոնե ցանկություն իրեն այստեղ տեսնելու եւ այստեղ կոտրվեց մի շատ կարեւոր թեզ, որ իրենք ասում էին, որ մեր խնդիրը անձի դեմ չէ, անձի դեմ է, ոչ թե եկեղեցու, իրենց խնդիրը եկեղեցու դեմ է։ Ինչ ասեմ, որովհետև պարոն Ղազնյանի փորձը նաև մենք տեսնում ենք ինչ է կատարվում նաև նրա ուսանողների կողմից այս ամբողջ տարիների ընթացքում ովքեր ուսանել են այդ ֆակուլտետում։ Նշեցի մի լրատվամիջոցի հետ հարցազրույցում իշխող թիմում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր սովորել են իրավագիտության ֆակուլտետում, ինձ հետ էլ են սովորել, այսպես մի քանի կուրս տարբերությունով։ Գիտեք, ես օրինակ որ 15 տարի առաջ մի բան ասել եմ, այսօր այսպես կոպիտ ասած քնից էլ հանեն նույն բանը կասեմ։ Հիմա իրանք թող մտածեն ինչ կարծիք էին հայտնում այն ժամանակ, ընդհանուր երկրորդ ծնող, ընդհանուր այսպես իրանց համար որպես օրինակ ընդհանրապես կյանքում եւ մասնագիտության մեջ ու այսօր իրենց լռությունը կամ իրենց այդ պահվածքը։ Հակագծերը կբացեք, թե կոռեկտ չեք համարում։ Ազգանուններով իհարկե կոռեկտ չեմ համարում, բայց իրենք լավ ովքեր կլսեն կիմանան ինչի մասին է խոսքը։ Չեմ համարում դա համասարանի ռեկտորի որոշում, որովհետեւ ինքը չի կարող այդպիսի որոշում կայացնել։ Ինքը համասարանի շատ հեռու էր, անգամ միգուցե ծնված էլ չի եղել, որ հայրս այնտեղ է եղել։ Ուղղակի չեմ ուզում կոպիտ ստացվի, բայց ստրկամտությունը ընդհանրապես պետք է հեռացվի այս երկրից, որ մարդիկ կարողանան իրենց անձնական կարծիք հայտնել։ Ես համարում եմ մեկ անձի, մեկ մարդու քինախնդրության հերթական այսպես դրսևորումը։ Չնայած հաշվի առնելով ինչեր են արել այս երկրի գլխին այսպես ասած, այդ հարցը համեմատաբար շատ ավելի փոքր է։ Ձեր գործի հետ կապված ինչ զարգացումներ կան, խափամամիջոցը դե ինքնաբերաբար արդեն պիտի փոխվեր, մենք տեսանք, բայց հետաքրքիր է, որ դատավորը բավականին լավ այսպես, հա, օրենքի տառին համապատասխան հիմա մի քիչ զարմանալի է, էլի, որոշում էր կայացրել, հուսանք հետո կարգապահական վարույթներ իր դեմ չեն լինի։ Ճիշտ ասած չեմ ճանաչում, որ այլևայլություններ չխոսեն իբրև թե ծանոթ մյուս, շատ վատ է, երբ որ մենք շատ հազվադեպ արդարադատության իրականացումը համարում ենք այսպես զարմանալի, բայց ի պատիվ իրեն իրականացրեց արդարադատություն։ Ոչ մի խափանման միջոց չընտրեց հաշվի առնելով, որ ես 12 օր իմանալով քրեական գործի մասին եւ մեր տան խոզարկությունից եւ հակակոռուպցիոնի այդ անոնսից ոչ փորձել են բացակայել երկրից խուսափել, ոչ էլ ազդել կամ խոչընդոտել նախաքննությանը։ Կապված կար նաև կին, որի խափանման միջոցը չեմ հիշում, կարծես թե չփոխվեց, չէ։ Ով իրենց քիմքին հաճելի բան ասել, խափանման միջոցը եղել է, կամ չի եղել, կամ եղել է ամենաշատը բացակայություն, տեղեկել չեմ, ովքեր ցուցմունք չեն տվել կամ կալանավայր կամ տնային կալանք։ Ձեր գործընկեր Արթուր Սարգսյանի հետ կապված է, ինչով է տարբերվում կարգավիճակի հետ կապված, էլի խնդիր չկա։ Որ հաշվի առնելով Արթուր Սարգսյանը падգամավորի կարգավիճակը նոր չի ձեռք բերում, ուներ եւ նախորդ ազգային ժողով արդեն համաձայնությունը տվել էր, այդ իսկ պատճառով այսպես այդ նախորդ համաձայնությունը ուժի մեջ է։ Օրենքով այդպես։ Դե գիտեք, մեկնաբանման խնդիր է, բայց ես դա համարում եմ աննորմալ, որովհետև նոր ազգային ժողով կա, ինքը ցուցակի մեջ է, ենթադրաբար եւ վստահությամբ իրեն տրվել են քվեներ, որպեսզի ինքը գա ներկայացնի այդ համապատասխան անձանց, այդ հազարավոր մարդկանց ազգային ժողովում։ Աբսուրդ է իրականում, գնում են դեպի Եվրոպա, ազգային ժողովի կեսը քրեական գործերի տակ է։ Հիմա նոր նախագահի թեկնածուն ասում է, դե նույն բանը չի, դե ասում է, մենք այստեղ քաղաքական ամբիոն է, այնտեղ իրավական գործընթացներ, լավամոտ չի։
Ձեզ մի հարցել տամ, քան որ ձեր եղբայրն էլ է падգամավոր եղել այլ ֆրակցիայով, բայց հետո ինքը որոշեց, որ այստեղ խորհրդարանում հարցեր չեն լուծվում, մանդատը գիտենք, ինքը վայր էր դրել։ Հիմա ինչ որ փուլում հնարավոր է, որ դուք եւս այդպիսի որոշման հանգեք, եթե տեսնեք, որ մանդատով բան չեք լուծում, որովհետեւ նայեք, այսօր տեսանք, թե ինչպես էին ծափահարում ընդդիմությանը եւ այլ, այսպես արդեն իսկ ճիշտ է, այս կրտուկ չեղավ, բայց մի փոքր sense ծաղր կարծես լիներ։ Ամբողջ ովքեր հանրապետությունում, այսպես ասեմ, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը, գիտեն, որ մեզ մոտ ես ինչ անում եմ, եղբայրս այսպես ասած տեր, ինքը ինչ անում է, ես եմ տեր եւ բնականաբար արդարացնելու առումով եղբորս մանդատը դնել է, եկեք ինքը բացատրել այն ժամանակ, այս բանը ես չասեմ, իմ պարագայում միանշանակ հաշվի առնվելու մեր խմբակցության, մեր ղեկավարի կարծիքը։ Եթե պետք չլինենք, անհրաժեշտություն առաջանա այլ տեղում, այլ խրամատում լինելու, կլինենք այլ տեղում։ Այստեղ անձնական որոշման խնդիր չի լինելու։ Իսկ խմբակցությունը որքանով է կարողանալու կուռ մնալ, հաշվի առնելով նաև այն, որ Նարեկ Կարապետյանին էլ, հա, այսպես ձերբակալելու ու կալանավորելու մտքից կարծես թե չեն հրաժարվում, չի բացառվում դատախազը գա, կալանքի թույլտվություն, այսպես նաև խնդրի, այսինքն որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված։ Այս դեպքում ինչ է արվելու։ Արդյոք այդ կուրությունը, որ հիմա այս պահին կա, կլինի։ Ես համոզված եմ, հիմա շատ այդպիսի խոսակցություններ եղան, որ իբրև թե մեր մոտից հնարավոր է, հավատացած եղեք հնարավոր չի։ Անձնապես բոլորին ճանաչում եմ, ոնց ասեմ, բոլորին ինձնից լավն են, ինձնից ավելի կամքի ուժով են, ինձնից ավելի հայրենասեր են, ինձանից ավելի գրագետ են, ինձանից ավելի թասիբով են։ Իհարկե, այդպես խնդիր չկա։ Ընդհուպ այսպես մի հումորային բան էլ ասեմ, ես որ Կալանավայրից Երևան կենտրոնում եմ նստել, այնտեղ ավելի խիստ ռեժիմ էր, որ դուրս է եկել մեր խմբակցության բոլոր անդամները sense հարցուփորձ էին անում, ոնց էր, ինչ վիճակ էր, ու հասկացա, որ նաև հոգեբանորեն այսպես նախապատրաստվում են, որ եթե այդպիսի բան լինի, տեղեկացված լինեն, այնտեղ ինչ վիճակ է։ Իսկ Ալիկ Ալեքսանյանին այսպես գերու կարգավիճակում պահում են։ Միանշանակ ճիշտ արտահայտվեցի, գերի է Ալիկը, բայց ոնց ասեմ, Ալիկին ճանաչողները շատ լավ գիտեն, Աստված հեռու տանի իհարկե իրենից, 10 տարի էլ նստեցնեն, իր ոգին կոտրել չի լինի, ընդհուպ դե մեզ չեն թողնի տեսնենք, որտեղ տեսակցությունները փագա, որպես падգամավոր գնայինք տեսնենք, բայց փաստաբանները գալիս ասում են Ալիկին որ տեսնեք, բոլորիցը տալի ավելի առողջ է, բոլորիցը ավելի այսպես մարտական է տրամադրված, մարզվում է, մի խոսքով ես միշտ ասել եմ, հիմա կրկնում եմ, արդեն իմ նստելու դուրս գալու պարագայում այս գործիքը փչացել է։ Այդ նստացնելու գործիքը էլ չի աշխատում, որի հետևանքով կառավարության ղեկավարը ընկնում է հոգեխանգարմունքի մեջ, որտեղ այդ վախեցնելու եւ նստացնելու գործիքը իր մոտ չեմ ուզում այսպես միանշանակ պնդեմ, բայց իմ կարծիքով շատ լավ աշխատել է սուտ տարիների ընթացքում։ Պարոն Ղազարյան, 3 կարճ հարց, 100 օր անց ձեր ընտրողը ինչ ակնկալի ձեզնից, ինչ արդյունք։ Ես ի տարբերություն այլ գործիչների չեմ ուզում օրերի մեջ այսպես դնեմ։ Ես համոզված եմ, որ վերջնարդյունքը միգուցե 100 օր անց չլինի, բայց կտեսնեն մեր աշխատանքը։ Իշխանության փոփոխություն նկատի ունի։ Այո, վերջնարդյունքը դե իշխանության փոփոխությունն է։ Գիտեք, շատ պետք է նայել ով է մեկնաբանություն տալիս, ընդունենք մանդատները չվերցնելու կամ ինչ փոխվեց նույն 21 թվականի այժմ, բացարձակապես ոչ։ Մենակ այն որ չունեն համանդրական մեծամասնություն, մենակ հիմա իրենք ավելի լարված են, քան ընդդիմությունը, որովհետև գիտեք, անդադ կարող ես մի բան գոռալ ասել, սա սենց է, բայց դու հոգու մեջ գիտես, որ դու բացարձակ մեծամասնություն չունես։ Այսինքն դու 49 ամբողջ ինչ որ կետով թիվ ես հավաքել։ Եվ վերջին հաշվով այն մասնակիցները, ովքեր 50% քեզ չի քվեարկել, արդեն քեզ դեմ է։ Այս հոգեբանական ինչ ասեմ, այդ վիճակը իրանց մոտ տանելու է շատ ավելի կոպիտ ու սխալներով։ Հետո վերջին հաշվով իմ անձնական կարծիքով նաև խոստումներ ունեն տված, որոնք պետք է իրականացնեն։ Հիմա գիշերը 2-ին ձեր կարծիքով այդ բոյի ոնց ասեմ,
ոչ ժողովրդավար, այսինքն 10% ընդամեն ամփոփված վիճակում դուրս են գալի, ասում են մենք հաղթել ենք։ Ում էին ասում։ Ինձ ձեզ ոչ։ Իրենք ասում էին դրսի իրենց գործընկերներին, իմ համար ամենայն դեպս այս պայդրությամբ թշնամական երկրներին, որ ինչ որ պայմանավորվել ենք, օքեյ է, նորմալ է, մի մտածեք։ Այդ հապշտապ հաղթանակ հայտարարելը արդեն պարտվողի հոգեբանություն է, եւ երկրորդը մենք բոլորս ապրել ենք Հայաստանում եւ Փառք Աստծո, եթե անձամբ չէ, տիրապետում ենք, դարապես հաղթել ինչ է նշանակում, չէ՞։ Մենք գիտենք հաղթողի հոգեվիճակը, հաղթողի պայելաձևը։ Հավատացած եղեք, սա հաղթողի պայելաձև չի։ Այսինքն ուժայիններով շրջապատված տանեն կալանքի, վարսահարդար չթողեն ներս, չտանեն բժշկի, չգիտեմ, էս չանեն, ուզում ասեմ Երկրորդը որ դեպքում կհամագործակցեք իշխող ուժի հետ։ Մեր Նարեկը Կարապետյան հայտարարեց, որ եթե լինի առողջ նախագիծ, եթե լինի Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան, մենք քննարկենք։ Եվ նաև հավելեց, հաշվի առնելով իրենց գործելավոճը, իրենց պահվածքը, դժվար թե այդպիսի կառուցողական ինչ-որ բան բերեն, հա։ Բնականաբար, գիտեք ինչ, տեսեք, իրենց ցանկությունն է այստեղ չտեսնել բանավեճ։ Այսպես ասեմ, մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը մեր ամբողջ հանրությունը կտեսնի, որ դա իշա Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի է։ Ուղղակի մի քիչ գլխավոր օրակարգը իշխանությունը հեռացնելու օրակարգ չի փոխվել ոչ մի բան։ Իսկ առաջին օրենսդրական նախաձեռնությունները որոնք են, կամ ձերը կամ Տարբեր, թույլ տվեք այս պահին չբացահայտել, քննարկումներ են ընթանում, մենք արդեն ունենք շատ մտքեր, գաղափարներ, որոշ դեպքերում համարյա պատրաստ արդեն օրենսդրական նախաձեռնություններ, բայց որտեղ ընտրողները սպասում են նաև սենց ասեմ ձեզ, ինքնագործունեություն որպես այդպեսին, ամեն մեկս մենք սուբյեկտ ենք այստեղ, ունենք այդ սուբյեկտայնությունը, մեր մոտ շատ հետաքրքիր քննարկումներ տեղի ունենում։ Այնպես չի, որ մեկը որոշեց, բոլորը պետք է անեն, իհարկե վերջնական խոսքը խմբակցության ղեկավարինն է, բայց հաշվի առնելով, որ կա, չգիտեմ, 5, 10, 20, ես էլ ունեմ օրենսդրական նախաձեռնություն, բայց պետք է քննարկենք ինչ հերթականությամբ է դա գնալու եւ առաջինը բնականաբար շատ կարեւոր է։ Այսինքն բարեգործությունը աշխատի ամբողջ Մարզերից չէ վերջին օրերին գրում, պարոն Կարապետյանը տեխնիկա էր, չէ, նվիրում համայնքներին։ Հիմա փորձում են սա ներկայացնել նաև Հիմա ես այլ լույսի ներքո, չի բացառվում, որ փոփոխություններ բերեն, օրենքի նախագիծ բերեն։ Դուք պատկերացնում եք մեր ժողովրդի վերաբերմունքը արգել են որևէ բարեգործի բարերարի ինչ որ նվեր անել։ Գիտեք, այդ աննորմալությունը ինչ որ տեղ ունի։ Այդ մասին, Դե թող բերենք տեսնենք։ Այդ օլիգարխների նվերների ճակատագիրը հետո ինչ կլինի։ Չէ, թող բերենք տեսնենք, չեմ կարծում դա հաջողի իրենց, որովհետև անգամ իրենց ընտրողները իրենց կգամեն անարգանքություն լինել, չի կարելի այդպեսի բան անել։ Ամեն դեպքում այնպես չի, որ Սամվել Կարապետյանը նոր, ասենք այդ քաղաքական ուժի ստեղծելուց հետո բարեգործություն արեց։ Նորից կրկնում եմ, Աստվածահավատ, Աստվածավախ մարդ է, իսկ Աստվածահավատ մարդը բարեգործություն անելուց չի բարձրաձայնում։ Ինքը իր գիծը շարունակել է արդեն իշխան մոտավորապես 30 տարի։ Հիմա էլ չի փոշմանում, մեկ-մեկ որ զրուցում ենք, ասում ենք դե պետքա բարձրաձայնենք, ման չի ասում, ես ճիշտ եմ ապրել։ Երբ որ մարդուն մի բան տալիս ես հետևից մի հատ էլ տեսախցիկ ես դեմ տալիս, որ շնորհակալություն հայտնի, դա հայ քրիստոնյային վայել բան չի։ Իսկ մտահոգություններ չկան, որ Սամվել Կարապետյանը կարող է արժանանալ նաև Գագիկ Ծառուկյանի ճակատագրին, որովհետև մենք տեսնում ենք, որ պարզապես խլում են, կարելի ասել նաև գողանում են Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, նույնիսկ այն, ասենք, մարզասրահի տեխնիկան մարդկանց չեն վերադարձնում։ Դե հիմա տեսեք, նորից կրկնվեմ, դա հաղթողի հոգեբանություն չի։ Դարապես հաղթողի ինչ ոնց է, չէ՞ լինում են մեծահոգաբար, ավելի ուժեղի դիրքերից, հաղթողի դիրքերից, սրանք գործողություններ են, այսպես ասած, փրփուրներից կախվելու Ռեյդերսկի զախվատ։
Հիմա կասեն, բա ռուսամետ, ռուսերեն, բան, դե մի հետ գիտեմ, այդ եմ ասում։ Անգլերեն դրատարկվարությունը չգիտեմ, թե չկասեի։ Չի լինում Եվրոպա գնացողը, օրինակ ինքը որ ասեր գնում եմ Հյուսիսային Կորեայի ճանապարհով, լրիվ նորմալ կլներ, ոչ մեկ չէր էլ մեղադրի, կասեր դե Հյուսիսային Կորեայի ճանապարհով ես գնում, մի հատ կնոպկով դե ազգը լացի։ Բայց ասպա գնում եմ Եվրոպայի ճանապարհով, գալիս են տենց րոպեներով փաթաթվում իրար համբուրում են, բայց նույն եվրոպացին այս մեր երկրում կատարվողի կես տոկոսը թույլ չի տա, որ իր երկրում կատարվի։ Այնպես որ սրանք խիստ ժամանակավոր են հավատացած եղեք։ Ռեյդերսկի զախվատ։